Ամենաթանկ բաները կյանքում անվճար են, բայց միևնույն ժամանակ դրանք չեն վաճառվում։ Տղամարդու մասին կարելի է կարծիք կազմել նրա ընտրած կնոջով։ Կինն ավելի ուժեղ է, որովհետև կինը միշտ ձգտում է լինել ամենաուժեղ եւ ամենախելացի տղամարդու կողքին։ Կինը չի կարող միշտ երջանիկ լինել, որովհետև ձանձրույթից կմեռնի։ Կյանքն հիմա այնքան արագ է ընթանում, որ դժվար թե կարողանանք ձանձրանալ։ Դուք երազում եք։ Իմ երազանքները երկու անուն ունեն՝ Հովհաննես եւ Աշոտ։ Կարողանում եք ներել ու ներողություն խնդրել։ Ներողություն խնդրել կարողանում եմ, բայց կյանքում ամեն ինչ չէ, որ կարելի է ներել։ Դուք կնոջ իդեալ ունեք։ Իմ կնոջ իդեալը իմ մայրն է։ Բարի օր, Argo News-ի հարցազրույցի հյուրն այսօր Argo Realty ընկերության տնօրեն Նարինե Սահակյանն է։ Բարի օր Տիկին Սահակյան, ուրախ ենք այսօր ձեզ հյուրընկալելու համար, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, շնորհակալություն, լավ։ Տիկին Սահակյան, այսօր կնոջ մասին ենք խոսելու, փորձելու ենք ավելի քիչ խոսել ձեր օրվա մեծ մասը զբաղեցնող աշխատանքի մասին։ Նախքան բուն թեմային անցնել, ուզում եմ հարցնել ձեզ, թե այս մեկ ամսյակի ընթացքում եղել է ինչ-որ նվեր կամ գուցե լավ խոսք, որ անչափ տպավորել է ձեզ։ Նախ Գայանե ջան, ես էլ ձեզ եմ ուզում շնորհավորել կանանց մի ամսյակի հետ կապված, ուզում եմ առողջ լինեք, երջանիկ լինեք, սիրված ու գնահատված։ Այս տարի մարտի 8-ը Հայաստանում չենք եղել, ամուսինս անակնկալ էր մատուցել, Աթենքում ենք անցկացրել, շատ ուրախ լավ օրեր ենք ունեցել, իսկ շնորհավորանքներ բազմաթիվ են եղել շնորհավորանքները նախ տղաներիս կողմից, հետո հարազատների եւ ինչ չէ նաեւ Argo-ի կոլեկտիվի կողմից։ Տիկին Սահակյան, մեր երկրում կարծես ընդունված է, որ կանանց տոնը սկսում է մարտի 8-ին։ Մենք ջերմ խոսքեր, շնորհավորանքներ, լավ վերաբերմունք ենք ստանում մեր սիրելիներից ու այդ հեքիաթը կարծես ավարտվում է ապրիլի 7-ին։ Այսպես ասած, Մոխրոտի հրաշագեղ կարգը վերածվում է դդմի։ Շատ կանայք իրար մաղթում են, որ այդ տոնը ընդամենը մեկ ամիս չտևի, այն շարունակվի մի ամբողջ տարի։ Ինչ է կարծում, որն է խնդիրը, որ մեր երկրում շատ հաճախ կնոջ, մոր, քրոջ պաշտամունքը տոնից տոն է լինում։ Գիտեք, սիրող մարդկանց համար պարտադիր չի առանձնահատուկ օր ունենան իրենց սիրելիներին սիրով եւ ջերմությամբ պարուրելու համար։ Ամենաթանկ բաները կյանքում անվճար են՝ սերը, հոգատարությունը, հավատարմությունը, ազնվությունը, բայց միևնույն ժամանակ դրանք չեն վաճառվում։ Տիկին Սահակյան, նայեք, դուք ասում եք դրանք չեն վաճառվում, բայց 21-րդ դարում կարծես մարդկանց պահանջները փոխվել են ու ավելի շատ են ուզում։ Սպառողական հասարակությունը ինչ-որ ավելի շատի կարիք ունի ու մի շատ փայլուն միտք ունի անգլիացի գրող Օսկար Ուայլդը, ինքը ասում է, որ աշխարհում երկու սարսափելի բան կա, ասում է առաջինը այն, ինչ ուզում ես եւ չես ստանում, եւ երկրորդը երբ ստանում ես։ Ինչ է կարծում, ինչ է ուզում կինը, հենց հայ կինը։ Գիտեք, ես միշտ մտածում եմ, որ երբ որ ինչ-որ մի բան դու ուզում ես եւ ստանում ես, դա Աստծո ողորմությունն է։ Իսկ երբ որ ինչ-որ մի բան դու ուզում ես եւ չես ստանում, դա Աստծո պաշտպանությունն է։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ, որ հիմա կանայք, ինչու՞ չէ նաև բոլոր մարդիկ աշխարհում շատ տարբեր են եւ իրենց արժեհամակարգից ելնելով իրենց ցանկություններն էլ տարբեր են։ Ես իմ փոխարեն կարող եմ ասել, որ ինձ համար շատ կարեւոր է առողջ եւ երջանիկ ընտանիք ունենալ, սիրված ու գնահատված լինել այն բոլոր մարդկանց կողմից, ում որ դու ես գնահատում եւ արժևորում։ Մենք խոսեցինք կանանց պահանջների մասին, բայց հետաքրքիր է ձեր պատկերացմամբ ով է կինը, հայ կինը իր ընտանիքում, ինչպիսին պետք է լինի։ Գիտեք, մեր պատմության գոյության ընթացքում միշտ կնոջ դերը շատ մեծ է եղել։ Այսօր իսկապես հայի կնոջ գենի, տեսակի, արժեհամակարգի մեջ շատ բաներ են փոխվել, բայց շատ եմ կարևորում կնոջ դերը ընտանիքում։ Ես միանշանակ համաձայն եմ այն մտքի հետ, որ տղամարդը տուն է կառուցում, կինը ընտանիք, կինն է երեխա դաստիարակում, կինն է դաստիարակում այն մարդուն, ով մեր վաղվա զինվորն է, բժիշկն է, քաղաքական գործիչն է։
Դրա համար կնոջ դերը շատ եմ կարևորում ընտանիքում։ Այսինքն կինը պետք է խելացի լինի, իմաստուն լինի։ Իհարկե, կարծում եմ, որ ամենաահավոր բանն է, երբ որ դաստիարակողը ինքը դաստիարակության կարիք ունի։ Միանշանակ կնոջ դերը շատ մեծ է ընտանիքում եւ հասարակության մեջ, ինչու՞ չէ։ Այդպես որ ասեցիք, հիշեցի իմ շատ սիրելի դերասանուհիներից մեկի Նատալի Պորտմանի խոսքերը, ինքն ասում է, որ ստացվել է այնպես, որ խելացի տղամարդիկ ավելի քիչ են սիրում խելացի կանանց, քան խելացի կանայք խելացի տղամարդկանց։ Ձեր կարծիքով ո՞րն է խնդիրը, որ մեր տղամարդիկ հաճախ վախենում են խելացի կանանցից։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ։ Ես կարծում եմ, որ բավական չի, որ տղամարդը խելացի լինի, որպեսզի իր կողքը տեսնի խելացի եւ ուժեղ կնոջ։ Դա պայմանավորված է նաեւ ուժով, այսինքն ոչ բոլոր տղամարդիկ են այնքան ուժեղ, որ կարողանան իրենց կողքին հանդուրժել, տեսնել եւ ընդունել կնոջ խելքն ու ուժը։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ դա տղամարդու երևի բնության հետ է կապված, նրա ամենալինելու ցանկության հետ է կապված եւ մտածում եմ, որ այս դեպքում կինն ավելի ուժեղ է, որովհետեւ կինը միշտ ձգտում է լինել ամենաուժեղ եւ ամենախելացի տղամարդու կողքին։ Մենք կնոջ մասին շատ խոսեցինք, այ ինչպիսին պետք է լինի տղամարդը ձեր պատկերացմամբ։ Տղամարդու մեջ շատ եմ արժևորում ազնվությունը։ Կարծում եմ դա բնավորության այն գիծն է, որ իր մեջ շատ դրսևորումներ ունի, երբ որ տղամարդը ճշտախոս է, պատասխանատվության մեծ զգացում ունի իր ընտանիքի հանդեպ, ներող է եւ մեծահոգի։ Դուք երկու որդիների մայր եք ու մտածում եմ, որ խելացի, կայացած կին եք պատկերացնում նրանց կողքին, մի շատ լավ միտք ունեք, որ ինձ շատ է տպավորել, ասում եք, որ տղամարդու մասին կարելի է կարծիք կազմել նրա ընտրած կնոջով։ Այ մի փոքր փակագծերը կբացեք։ Ես միշտ ասում եմ, որ ոչինչ չի բնորոշում տղամարդուն այդքան, ինչքան որ իր կողքի կինը, ոչ հասարակության մեջ զբաղեցրած իր բարձր դիրքը, ոչ աշխատանքում գրանցված հաջողությունները, ոչ վաստակած գումարի չափը, իսկապես կինը տղամարդու պատիվն է, արժանապատվությունը, իր թուլությունն ու ուժը միևնույն ժամանակ, իր ճաշակի եւ խելքի մարմնացումը։ Տղաներից միշտ հորդորում եմ, որ շատ լուրջ մոտենան այդ ընտրությանը, եւ երբեմն իրենք ինձ ասում են, որ մամ, ուզում եմ քեզ նման լինի իմ ընտրյալը, կարծում եմ դրանից ավելի բարձր գնահատական ինձ համար որպես մայր չկա։ Նայեք, մի այսպիսի միտք կա, որ անընդհատ վերջերս համացանցում շրջանառվում է, ասում է, թե հաջողակ է այն տղամարդը, որ կարողանում է ավելի շատ գումար վաստակել, քան կարող է ծախսել իր կինը, եւ հաջողակ է այն կինը, որ կարողանում է գտնել այդպիսի ամուսնու։ Մի այսպիսի բան կա 21-րդ դարում, երբ կինը գրեթե նույնքան կարողանում է վաստակել, որքան տղամարդը, որքան են արդիական այս խոսքերը։ Փաստորեն ես էլ ամուսինս էլ հաջողակ ենք այս դեպքում, որովհետև ինքը միշտ ավելին է աշխատել, քան ես ծախսել եմ, բայց ես շատ նորմալ եւ լավ եմ վերաբերվում այսօրվա կնոջ աշխատելուն, չգիտեմ, կինը ոչ միայն տան տնտեսուհի է, այլ կարողանում է մեծ գումարներ աշխատել, բիզնես ղեկավարել, ես դրան շատ լավ եմ վերաբերվում։ Ամեն կին ունի իր առաքելությունը եւ կարծում եմ, որ կարեւորը այդ առաքելությունը պատվով կատարելն է։ Տիկին Սահակյան, շատերն ասում են, որ մարդ չի կարող միշտ երջանիկ լինել, որ երջանկությունը ակնթարթներ են, որպեսզի ծանր կյանքի ընթացքում մարդ չխելագարվի, իսկ ույն փիլիսոփաներն ասում էին, կինը չի կարող միշտ երջանիկ լինել, որովհետև ձանձրույթից կմեռնի։ Այ ինչպես կմեկնաբանեք այս խոսքերը։ Գիտեք, կյանքն իմ այնքան արագ է ընթանում, որ դժվար թե կարողանանք ձանձրանալ։ Ես միշտ ասում եմ, որ երբ որ Աստված մի արածը քո հետ դժբախտություն է պատահում, դրանից մի րոպե առաջ դու չէիր գիտակցում, որ դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես։ Ես ուզում եմ, որ ամեն մարդ գնահատի այն ամենն ինչ ունի, իսկապես երջանկության համար շատ բան պետք չէ մարդուն, բայց դա գիտակցելու համար մի ամբողջ կյանք է պետք։ Իսկ երազանքներ ունեք, որովհետև մի այսպիսի թյուր կարծիք կա, որ երազանքները թույլ մարդկանց համար են, ուժեղները նպատակներ են սահմանում ու փորձում են հասնել դրանց։ Այ դուք երազում եք, կա ինչ-որ մի բան, ինչի մասին երազելով եք ապրում։ Իհարկե կա, մենք ամուսնուս հետ արդեն 22 տարի ամուսնացած ենք, ամեն ինչ զրոյից ենք ստեղծել, սկսել ենք աշխատել միասին, այսօր վստահ կարող եմ ասել, որ մեծ հաջողություններ ենք արձանագրել մեր բիզնեսում, բայց գիտեք, այս դժվար տարիների ընթացքում երբեք բարեկեցությունը ինձ համար երազանք չի եղել։ Իմ երազանքները երկու անուն ունեն, Հովանես եւ Աշոտ։ Իրանց երազանքներով եմ ես ապրում, իմ տղաների, եւ
համաձայն եմ այն մտքի հետ, որ այնինչ մենք ուզում ենք եւ ստանում ենք, դա նպատակ է, իսկ այնինչ Աստծուց ենք խնդրում, երազանք է։ Իսկ կա մի բան, որ պարտք եք ինքներդ ձեզ։ Այո, շատ լավ հարց էր։ Ես իմ տեսակով շատ անհանգիստ եմ, միշտ անհանգստանում եմ տղաներիս համար, ծնողներիս, ընտանիքիս անդամների համար եւ կարծում եմ, որ այդ իմ երազանքներից մեկն է հանգստությունը։ Ես իսկապես ինձ հանգստություն եմ պարտք։ Դուք ձեզ ներդաշնակ մարդ համարում եք։ Այո, կարծում եմ այո։ Գիտեք, ներդաշնակությունը, ցանկությունները մարդու երբեք չեն վերջանում։ Մարդը անընդհատ ինչ-որ մի բան փնտրում է, ուզում է, ցանկացած մարդ մեզանից միշտ ուզում է այն, ինչ չունի, բայց կարծում եմ այն մարդիկ, ովքեր քչով չեն բավարարվում, իրենք երբևիցե չեն կարող ամեն ինչի մեջ ուրախություն եւ ներդաշնակություն գտնել։ Իսկ ներել կարողանում եք ներել ու ներողություն խնդրել, որովհետև ներդաշնակ մարդը ինձ թվում է ամեն դեպքում պետք է կարողանա ներել, այսինքն իր մեջ չունենա այդ թույնը, նախանձը, չարությունը։ Կարողանում եք ներել ու ներողություն խնդրել։ Գիտեք, ես ընդունում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը այս կյանքը առաջին անգամ է ապրում եւ մեզանից յուրաքանչյուրն ունի սխալվելու իրավունք։ Ես ներողություն խնդրել կարողանում եմ եւ շատ բարձր եմ գնահատում այն մարդկանց, ովքեր կարողանում են ներողություն խնդրել։ Բայց կյանքում ամեն ինչ չէ, որ կարելի է ներել։ Գիտեք, ներողի համար է երևի կարևոր ներելը, որպեսզի այդ ծանր հոգով չապրես։ Բայց միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ ներվողը պետք է միանշանակ այդ ներման գինը, արժեքը հասկանա։ Կյանքը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր սովորաբար դրա արժեքը գիտակցում են, իրենք երբևիցե չեն անում մի բան, որի համար հետո իրենց պետք է ներեն։ Ամեն դեպքում ես գտնում եմ, որ մարդկանց պետք է վստահել այնքան, ինչքան որ իրենք դրան արժանի են, որովհետև վստահությունը շատ թանկ բան է, մարդիկ դրան տարիներով են վաստակում եւ մի ակնթարթում կորցնում։ Վստահ եմ, որ այն մարդիկ, ում դուք վստահում եք, շատ քիչ են ու ինձ թվում է նաև այդ մարդկանց կարծիքը ձեզ համար շատ կարևոր կլինի։ Կան այդպիսի մարդիկ, ում կարծիքը ձեզ համար շատ կարևոր է։ Իհարկե, ծնողներիս կարծիքը, ընտանիքիս անդամների, ամուսնուս, տղաներիս։ Իհարկե։ Տիկին Սահակյան, չեն կարող շրջանցել նաև ձեր աշխատանքին վերաբերող մի հարց, դուք Argo Realty ընկերության տնօրենն եք, շատ պատասխանատու է ձեր աշխատանքը։ Ինչպես է կարողանում պահել բալանսը, որ մի կողմից չտուժի գործը, բայց եւ մնաք հարազատ հոգի, ինչու՞ չէ նաև ընկեր ձեր գործընկերների համար։ Ես արդեն 10 տարի է աշխատում եմ Argo ընկերությունում, փորձում եմ իրենց հետ ազնիվ եւ արդար լինել, դա ինձ համար սկզբունքային է։ Իմ բախտն այնքանով է բերել, որ մեր կոլեկտիվում աշխատող բոլոր մարդիկ գնահատում եւ արժևորում են դա, որովհետեւ իրենք էլ այդպիսին են։ Եվ մենք աշխատում ենք շատ համերաշխ, լավ, ջերմ մթնոլորտում, ուրախանում միմյանց հաջողություններով եւ ուրախություններով։ Հետաքրքիր է, ինչպես է անցնում մեկ ամսյակը ձեր գրասենյակում։ Այս տարի մարտի 8-ին, ինչպես ասացի, ես Հայաստանում չեմ եղել, բայց շատ գեղեցիկ բան էին մտածել, մեր կոլեկտիվի բոլոր տղաները կազմակերպել էին վիդեոհոլովակ շնորհավորանքի տեսքով։ Շատ անակնկալ էր բոլորիս համար, թե իմ, թե այստեղ գտնվող մեր գրասենյակի կանանց համար։ Ես Հայաստանում չէի, բայց երբ որ վերադարձա իմ սենյակում նորից որպես տոն նշեցինք ծաղիկներ, նվերներ, այդպես շատ ուրախ ամենայն դեպս։ Տիկին Սահակյան, հետաքրքիր է, դուք կնոջ իդեալ ունեք, կարծում եմ, որ շատ կանանց համար հենց դուք եք իդեալական կին։ Շնորհակալ եմ այդ բարձր գնահատականի համար, իմ կնոջ իդեալը իմ մայրն է։ Հիմա կմտածեք, որ դա շատ սուբյեկտիվ կարծիք է, բայց դա այդպես չի։ Իսկապես մայրս իմ ճանաչած ամենաբարի, ամենահոգատար, ամենաներող, չգիտեմ, ամենազիջող կնոջ տեսակն է։ Ես անսահման իրեն սիրում եմ եւ վստահում եմ։ Կուզենամ, որ մի օր էլ իմ տղաները իմ մասին խոսելուց այդպես ինձ վստահեն եւ հավատան, ինչպես որ ես մորս եմ վստահում։ Ես միշտ իմ խորհուրդներով փորձում եմ ինձ շրջապատող կանանց եւ աղջիկներին բարի խորհուրդներ տալ, իրենց հորդորում եմ, որ իրենց ընտանիքները միշտ ապրեն նախ սիրելով եւ իրենց ընտանիքները կառուցեն ամուր հիմքերով։ Եզրափակելով մեր զրույցը, ինչ կմաղթեք կանանց։ Գիտեք, ես միշտ ասում եմ, որ եթե մարդու կյանքում Աստված առաջին տեղում է, մնացած բոլոր բաները իրենց ճիշտ տեղերում են։ Ես ուզում եմ, որ կանայք միշտ սիրված ու գնահատված լինեն, ուզում եմ, որ մենք ապրենք խաղաղ երկնքի տակ, ոչ մի մայր երբեք իր զավակին չկորցնի։ Ուզում եմ Աստված կատարի բոլորիս բարի երազանքները։
Շնորհակալություն շատ գեղեցիկ բովանդակալից զրույցի համար Տիկին Սահակյան։ Դուք դիտում եք Argo News-ի հարցազրույցը Argo Realty ընկերության տնօրեն Նարինե Սահակյանի հետ։ Լավ եղեք։